ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 17,000 ինքնաձիգերի մի մասը հայտնաբերվել է, սակայն դրանց մի զգալի հատվածը դեռ անհետ կորած է համարվում։ Թե անցած շուրջ 5 տարիների ընթացքում 17,000 ավտոմատից քանիսն է հաջողվել հայտնաբերել, իրավապահները կոնկրետ թիվ չեն հնչեցնում։ Դե հստակ տեղեկատվություն չեմ կարող ասել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության եւ իրավապահ համագործակցության վարչության պետ գնդապետ Վաչե Հովսեփյանը ազատության հետ զրույցում նշում է, որ Պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների արդյունքում այդ 17,000-ից մի զգալի մասը հայտնաբերվել է, մի մասը, որը հայտնվել է ապօրինի շրջանառության մեջ, իրավապահ մարմիններն են հայտնաբերել։ Այն անձինք, ովքեր որ հնարավոր է իրենց մոտ պահեն, ովքեր մասնակցել են, ովքեր ստացել են հրազեն, սակայն չեն վերադարձրել դրանց բոլորի տվյալները մշակվել է, նրանց հետ տարվել են թիրախային աշխատանքներ եւ մի զգալի խմբաքանակ էլ այդ աշխատանքների արդյունքում է հայտնաբերվել։ Բայց դեռ չենք կարող ասել, որ 17,000-ն էլ հայտնաբերված է, ճիշտ է։ Ոչ, չենք կարող ասել։ Կարող ենք ասել, որ մի զգալի մասը դեռ մնում է անհայտ, թե որտեղ է։ Այո։ Իդեպ անհետ կորած 17,000 ինքնաձիգերը 2020 թվականի պատերազմի ժամանակ քաղաքացիներին էր բաժանվել վարչապետի որոշմամբ։ Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թե ինչու ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չէր հավաքել, մնում է անհայտ։ Այն, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների աճ, բարձրաձայնում են նաև ոլորտի պատասխանատուները։ Միայն 2024-ին ըստ ներքին գործերի նախարարի արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք, 15-ով ավելի շատ, քան 2023-ին։ Միայն Երևանում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում։ Ոստիկանությունն արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում եւ հանրությունը դրանց հիմնականում ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից։ Դեպքի վայրում հայտնաբերել են բավականին այրան հետքեր եւ ըստ հիվանդանոցից ստացված զանգի վիրավորներից մեկը մահացել է կամ մեկ զոհ, մեկ վիրավոր։ Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով։ Ամբողջ տարածքը այրուն է։ Դատելով այդ հրապարակումներից հրազենի գործադրմամբ հանցագործությունները մայրաքաղաքում կատարվում են թե օրը ցերեկով եւ թե գիշերով, հիմնականում բանուկ հատվածներում, նաեւ շենքերի բակերում, արձանագրվում են հրազենից վիրավորումներ ու մահեր։ Դուք ունեք սրա բացատրությունը, ինչու է այս իրավիճակը ստեղծվել մայրաքաղաքում։ Նախ պետք է նշեմ, որ ընդհանուր հանցավորության մակարդակը բնական աճի միտում է արձանագրում եւ դրանից անմասն չեն նաեւ հրազենով կատարվող հանցագործությունները։ Մյուս կողմից գաղտնիք չէ, որ 2020 թվականին եւ դրանից հետո տեղի ունեցած պատերազմական իրադարձությունները որոշակի բացասական իրենց ազդեցություն ունեցան նաև այս դաշտում եւ հանրապետությունում ավելացավ ապօրինի զենք եւ ռազմամթերքի շրջանառության ծավալը։ Հիմնականում սրանք են պատճառները, որ բացասական ֆոն են ստեղծել եւ որոշակի աճ է գրանցվել հրազենով կատարվող հանցագործությունների։ Այս տարվա առաջին 5 ամիսներին էլ զենքով կատարված հանցագործությունները աճել են։ Ոստիկանությունն արդեն իսկ արձանագրել է 66 դեպք, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 50 էր։ Իսկ այդ հանցագործություններից ունեք որոշակի տվյալներ, քանի տոկոսն է բացահայտված։ Ինչ վերաբերում է բացահայտման ցուցանիշներին, պետք է նշեմ, որ հրազենով կատարվող հանցագործությունների բավականին բարձր բացահայտման ցուցանիշ ունենք։ Ընթացիկ ժամանակահատվածում հրազենով կատարվող հանցագործությունների գրեթե 88%-ը բացահայտված է։ Ինչու այս հանցագործության բացահայտելիության բարձր ցուցանիշներին ու ապօրինի զենքի հայտնաբերման աճող թվերին զուգահեռ Երևանի փողոցներում կրակոցները չեն դադարում։ Ոստիկանության տվյալներով այս տարվա 5 ամիսների ընթացքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 1000 միավոր զենք, կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի։ Իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանի համոզմամբ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվն աճում է ոստիկանության վատ աշխատանքի ու իրավապահ մարմինների նկատմամբ հանրության ցածր վստահության պատճառով։ Յոհաննիսյանն ընդգծում է 2023-ի Արցախի էթնիկ զտումից հետո Ղարաբաղից Հայաստան զենք չի եկել։ Արցախցիները Հայաստան են եկել ադրբեջանական անցակետով եւ դա պարզապես հնարավոր չէր։ Ապօրինի զենքը շրջանառության մեջ է հայտնվել 2020-ի պատերազմից հետո, բայց դրանից անցել է 5 տարի, իսկ հրազենի գործադրմամբ
ուղղությամբ կատարվող հանցագործությունները կտրուկ աճել են 2024-ից։ Զենք զինամթերքով կատարվող հանցագործությունների աճի հիմնական պատճառներից մեկը իրավապահ մարմինների շատ ցածր էֆեկտիվությունն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով սկսած նախաքննության մարմինների եւ ոստիկանության համագործակցության ցածր մակարդակով եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի քաղաքացիները հաճախ վախենում են ցուցմունք տալ, խուսափում են ցուցմունք տալ եւ չեն ցանկանում առհասարակ համագործակցել իրավապահների հետ, ընդ որում այդտեղ էլ ես չէի ուզենա շտապել քաղաքացիներին մեղադրել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որպես կանոն քաղաքացիները, որոնք խուսափում են իրավապահների հետ համագործակցել եւ իրավապահներին տեղեկություններ հայտնել, դա անում են բավական տրամաբանական մոտիվացիայով, հա, վախենալով վրեժից, վախենալով նրանից, որ իրավապահները իրականում ոչ թե հանցագործությունը կբացահայտեն, այլ հակառակը կանեն, վախենալով լրացուցիչ գլխացավանքից, վախենալով իրավապահների կողմից վատ վերաբերմունքից։ Հրազենով կատարվող հանցագործություններից բացի Հայաստանում լուրջ խնդիր են մնում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու մահվան ելքով վրաերթերը։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում գրեթե ամեն օր ճանապարհային պատահարներից մեկ մարդ է մահանում։